այժմյա այս լարվածությունը անմիջապես կապված է Զելենսկու այցի եւ իր հայտարարությունների հետ։ Այսինքն միայն Զելենսկու։ Հիմնականը սա է, այսինքն այն, որ Զելենսկուն տրամադրվել է հարթակ, որ նա սպառնա Ռուսաստանին, որ Կարմիր հրապարակին հարվածելու է, դա որակավորվել է Ռուսաստանում որպես արդեն թշնամական քայլ։ Եթե Զելենսկին այդ հայտարարությունը որևէ այլ երկրում աներ, այդպիսի ռեակցիա չէր լինի այսօր։ Հայաստանի նկատմամբ չէր լինի, այդ երկրի նկատմամբ գուցե, բայց պարզ է, որ ընդհանուր ֆոն կա, սա կոպիտ ասած վերջին կաթիլն է, բայց սա կարևոր հանգամանք է այս լարվածության տեսանկյունից։ Զելենսկու այցն է ստիպում Մոսկվային Հայաստանի առջև դնել պայման Եվրամիություն թե Եվրասիական տեսանկյունից։ Չէ, ընդհանուր առմամբ այս Եվրամիություն թե Եվրասիական միություն այս թեման Հայաստանի գլխին ոնց որ կախված է վերջին գրեթե 15 տարի, երբ Հայաստանը սկզբից սկսեց բանակցություններ արևելյան գործընկերության շրջանակներում, հետո Մաքսային միության շրջանակներում, հետո Հայաստանը ստիպված է եղել այդ ընտրությունը կատարել, եւ այդ ընտրությունը Հայաստանի առջև դրվել է թե Բրյուսելի, թե Մոսկվայի կողմից, այն ժամանակ Մոսկվայի փաստարկները համարվել են ավելի ծանրակշիռ, իշխանությունը ընտրել է Մաքսային միություն եւ հետագայում Եվրասիական միություն, հետո փորձել է զարգացնել Եվրոպական միության ուղղությամբ եւս հարաբերությունները, հիշում ենք ՍԵՊԱ համաձայնագիր 2017 թվականին, հետո շարունակվել է, վերջին տարիներին հռչակվել է որպես արժեքային քաղաքական եւ աշխարհաքաղաքական ուղղություն ԵՄ եւ հիմա գալիս ենք հակառակ ուղղությամբ, այսինքն հռչակվել է ուրիշ ուղղություն եւ հիմա Մոսկվան է տալիս հարց, այսինքն Հայաստանը դեպի ԵՄ ինչ աստիճանով է գնում։ Մյուս կողմից Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանը դեռ ԵՄ չի անդամակցում, այլ ուղղակի մոտիկանում է։ Իսկ Ռուսաստանը հասկանալով, որ հաջորդ քայլը ամեն դեպքում այս ամեն ինչից Ռուսաստանի ոնց որ կողմից հիմնականում ղեկավարվող կառույցից, այսինքն ԵԱՏՄ-ից դուրս գալն լինելու, ուզում է դա կանխել նրանով, որ ստիպել Հայաստանին կամ հիմա դուրս գալ եւ վնասները կրել, կամ դուրս չգալ։